Մյուզեյմին ուր է։ Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իրավիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեցին։ Այդպես է թե չէ։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչա, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանց խմբակցության ներսում երկու հոգի վիճում են, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով բանը։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո սենց մամուլով վերնագրեր է գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, տենց նախագիծ են իրանք, մեկ նախագիծը որ բերեն իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ, էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը ու հանրապետականը, բա որտեվ իրանց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով պոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանց շարքերում է, իրանց մտքերում է, իրանց սրտերում է։ Ցեղասպանության տենց ուրացողների թոփ 5-ը ու 10-ը հանրապետականի ու դաշնակցության թոփ 5-ն ու 10-ն է որպես այդպեսին։ Ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե իբր այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարկյանական ձևով հետադարձուց չեն Դե ես էլ կարծում ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք կշարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ եթե Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանց ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի այդ տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն են, ասում է, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավյունով լեցուն էր պարոն Բայդենը, ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է, որպեսի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեղ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանություն։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթություն, ճիշտ է, ասա, բացատրեմ, ինչ նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում Չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցիչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների հետ, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Մետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք հարգելի։ Չէ, մի վարքյան։ Շարունակում է պնդել, որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի հայոց ցեղասպանության փաստը, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյանը օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանը, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, այս կներեք, որ ասում են, թե դրա պատճառով լարվեց սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասում ուղղակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարկյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ, որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Պարոն Ալեքսանյան, ցեղասպանության հետ կապված Նիկոլ Փաշինյանը ասում հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղ ունեցել, ինչ է զոհերի թվի հաշվարկ եք անում ով էր անում, ի՞նչն է կասկածի տակ։ Ով ասեց կասկածի տակ, ով է կասկածի տակ։ Եթե ասում է դեռ պետք է հասկանանք ինչ է։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, օրինակ, չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Այս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում հանկարծ չվերագրեք ինչ որ մեկ։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալման պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։
Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի։ Պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ՞, ժողովուրդ ջան։ Ոնց ինչ կապ է։ Թուրքիային իշխանություն բերեց Դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։ Թուրքիայում Ձեր համար նորություն է դա։ հաճիշտ ասած չգիտեմ։ Դե տեսեք, հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է, որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետք է ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեվ այո, Դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի ասել, կոալիցիոն գործընկերը։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտթուրքերին